Անհատ տաքսիների վարորդներն այսօր մեքենաները հանրապետության հրապարակում էին կայանել ու կառավարության շենքի մոտ բողոքի ցույց կազմակերպել։ Ասում էին բջջային հավելվածով աշխատող տաքսիների հայտ գալուց հետո անհավասար մրցակցային պայմաններում են հայտնվել։ Ցուցարարները հայտարարեցին, քանի դեռ օնլայն տաքսիների վարորդները լիցենզիայի համար գումար չեն մուծում, չեն մուծելու նաև իրենք։ Շատերն արդեն պարտքեր են կուտակել։ Սպասում է 2 տարի, Գրգում է 250,000 իրա փողն ուզում 100,000 տուգանք, բայց ասեմ իմանաք, քաղաքի 90%-ը ռայոններից գալի քշում են, ոչ մի կոպեկ չեն մուծում, սա քաղաքը տաքսի է, մենք պիտի մուծենք։ Ես հազիվ տերիստեր հատի փող եմ աշխատում, ես որից է Ոչ թե դու մենակ բոլորը։ Բոլորը, դուք լավ գիտեք, դուք քաղաքից եք, քաղաքում իսկան տաքսի կա։ 16-ը Բարիզի պես քաղաքը, երկիրը 17,000 տաքսի է, 57,000 տաքսի է։ Բոլորը կամ չենք մուծում, կամ էլ մուծում ենք բոլորս։ Բերել ես Yandex-ը մտցրել է, Gigi-ն մտցրել է, առանց լիցենզի, առանց բանի վարում են։ Ոստիկանը այսօրվա օրով տաքսի է վարում, զինվորականը վարում է, նախարարության աշխատողները, պետական են պատավատները վարում են։ Բանը հասել էին Ասիան, մինիստրի մեքենաներն են Yandex վարում։ 001 համար, էդի հորս պատավատը չի էդի։ Նախարարի պատավատ, Քեմբրիով, Yandex-ը քշում, էլ մենք ոնց քշենք, առույցի բաժինը պատվերները տանում են։ Վարորդների խոսքով մայրաքաղաքում անվճար կայանատեղիները քիչ են, ցանկացած փոքր խախտման համար էլ ստիպված են գումար վճարել։ Տուգանքները ստացված եկամուտից շատ են, ասում էին։ Են լավ, հապով ջպերը 15 րոպե հետո առաջ են անում, սաղ ճամփ են փակում են։ Դրան դուք բան չեք ասում, բայց տատիկը որպես մի րոպե իշտի, տատիկի հերն էլ անընդհատ, 13 կիլոմետր առաջ։ Ես համաձայն եմ Արագաչափին, ես համաձայն եմ Կարմիր լուսին, ես համաձայն եմ Դվայնես պլաշնոյին, համաձայն եմ։ Եթե կանեմ թողտա, բայց գիտես ինչ աղջիկս, այս կան գիստրելու համար ամոթ է էլի։ Բողոքի ակցիայի մասնակիցները վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում էին պահանջում։ Ասում էին ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ հանրապետական կուսակցությանն են ընտրել, բայց իրենց խաբված են զգում, քանի որ շարունակում են նույն խնդիրների տակ կքած ապրել։ Հավատում է իրաց դրա համար։ Ինչ անեմ, Կարեն Կարապետյանն եկավ իրան հավատացի դրա համար։ Դա ծառայել բան է, ավելի հավատացի։ Քագո ջան, քո Մենք հավատում մարդիկ ենք դրա համար։ Դրա համար ենք ապրում։ Քրիստոնյա ենք, բայց ինչ անենք, չհավատանք։ Վարչապետի փոխարեն վարորդներից մի քանիսի հետ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպեց։ Վարորդները բողոքեցին, նախարարությունը տարիներ շարունակ չի կարողանում կանոնակարգել ոլորտը։ Մեզ ինչ խոսք եք տվել, դուք չեք արել փաստացի։ Ոչ դաշտն եք կարգավորվել, ոչ վերահսկվել եք դաշտը, ոչ էլ ինչ-որ մի հատ մեր օգուտին մի բան արել եք։ Հեչ արվի միջև հիմի լիցենզիաները, այս բոլոր այս պարտ պահանջները ով իշքան չի մուծե հեչ արվի, թազա լիցենզիա հանելու դեպքում բոլորը հավասար պայմաններ ստեղծվեն ու ոչ 12,000 դրամով Երևան քաղաքի քշողները քշեն։ Այդքան պայմանները կբավարարեք, մենք կաշխատենք, չեք բավարարի, մենք ուրիշ քայլերի կդիմենք անհնազանդություն, մենք հարցը քաղաքական չի, մենք ընտանիքի հացի խնդիր ենք ուզում լուծենք։ Վահան Մարտիրոսյանն ասաց, թե ձեռքերը ծալած չեն նստել, անգամ դատական գործընթացներ են սկսել, օրենսդրական նախաձեռնություններ եւս կլինեն։ Բոլոր կողմերին բավարարող լուծում, սակայն ըստ նրա դժվար է գտնել։ Եկեք բոլորս որպես հայ, որպես Հայաստանի քաղաքացի օրենքները պահպանենք ու պաշտպանենք այդ օրենքները եւ դրանից հետո այդ օրենք խախտողին մատնացույց անենք, ասեք այս մարդը օրենքը խախտում է, եկեք իր Yandex-ը այսօրվա օրենքների խախտման մեջ տարբեր լազերկաներ կա, որը որ մենք փորձում ենք այդ օրենքներ մենք դրա համար պետքա այդ օրենքի մեջ փոփոխություն մտցնենք, դա կարգավորում ենք։ Դուք ուզում եք, չէ, ավելի բարձր փող աշխատեք, ավելի շատ ստանաք, տաքսին որակով լինի, դա ամբողջ ժողովուրդն է ուզում, չէ։ Ես թող խնդրում եմ ոչ մեկը ձեր վրա չվերցնեք, բայց այսօր տաքսիստների մեջ ահագին մարդ կա, որ նստում եք, նայում եք, մեկը չսափրված, մյուսը խմած։ Լսեք, էլի տեսնում եք, ես դրա համար ասացի, ես դրա համար եմ ասում։ Բոլորս է պետքա գնանք, չէ։ Բոլորս է պետքա գնանք այդ ռեֆորմներին։ Բոլորը պետքա աջակցեն եւ պետությանը, չէ, որ մեկս մյուսին էլ վերահսկենք։ Լավ մարդ եք երևում։ Հա։
Ես խնդրեի, որպեսի օգնեիք իրոք ես հարցը լուծեինք, էլի։